դրական զարգացումների հույսեր կան, նկատի է առնվում, որ Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի բնակիչները, մեր հայրենակիցները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ։ Մենք ընդամենը 2 տարի առաջ ցեղասպանություն կրեցինք։ Խոսքը ոչ միայն Արցախի վերջնական բռնազավթման եւ հայաթափման օրերին հարյուրավոր զոհերի, այլև այն մասին է, որ մեր նկատմամբ էթնիկ զտում, բռնագաղթ, դեպորտացիա եւ ցեղասպանություն իրականացվեց։ Արցախը անդառնալիորեն հայաթափվեց։ Մենք ականատես եղանք մեր հերթական ցեղասպանությանը, իսկ այսօր կարծես ոչինչ չի եղել։ Իհարկե ոչ բոլորն են այդպես։ Կան մարդիկ, որոնց տրամադրությունը ցավոտ է, բայց արտաքուստ կարծես առանձնապես բան չի փոխվել։ Միազգ ենք, որը նորից ցեղասպանությանը ենթարկվել ընդամենը 2 տարի առաջ, իսկ այսօր պտտվում ես Երևանում կամ գյուղերում, նայում ես կարծես ոչինչ չի եղել։ Դժվար է ասել մենք նոր դարձանք այդպիսին, թե վաղուց այդպիսին էինք։ Երբ թերթում ես պատմությունը, գրեթե նույնությամբ դրվագները կրկնվում են։ 1915-ին էլ նույնն է եղել։ Արևմտյան Հայաստանը ցեղասպանվում, էթնիկ զտման էր ենթարկվում, հայաթափվում էր, ինչպես Արցախը, իսկ այստեղ կյանքը նորմալ էր։ Հատկապես վեպերում, նկարագրություններից մենք գիտենք այս ամենը։ Հիշենք նաև վերջին տարիների քարոզչությունը, մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնելը, խաբելը։ Ինչ տեղի ունեցավ։ Նախ արյան մեջ խեղդեցին մեզ 2020-ի պատերազմով, սրընթաց կերպով այդքան զոհեր ունեցան, բայց ժողովրդին անընդհատ ասում են խաղաղություն։ Բնականաբար մեր ժողովուրդն ուզում է գնալու հասնել խաղաղության, բայց այդ ճանապարհին պարզ է պատրաստ չէ զոհաբերելու ամեն ինչ։ Եթե այդպես նայենք, հանուն խաղաղության մենք կորցնելու ենք նաև Հայաստանը։ Սա մի աննորմալ եւ անհամատեղելի վիճակ է։ Այս վիճակով ազգերն ու ժողովուրդները չեն կարող ապրել ու արարել, սա կործանման վիճակ է։ Եթե մենք անընդհատ հաշտվում ենք մեր կորուստների հետ, տալիս եւ զիջում ենք, զիջելու ենք մինչեւ վերջ։ Իսկ վերջին գոնե 5 տարում անverջ կորցնում ենք եւ այս ընթացքով ավելին ենք կորցնելու, Հայաստանն ենք կորցնելու։ Խնդիրը նախկինները չեն։ Նույնիսկ ներկաները չեն, ձեզնից սկսեք։ Ձեզնից սկսեք, որովհետեւ եթե դուք կտրուկ եւ հստակ ձեզ համար տարբերակ եք լույսն ու խավարը, դուք կհասկանաք, թե ով է, ով ինչ է արել այս երկրի համար եւ ով ինչ է անում այսօր երկիրը չլինելու համար։ Ձեզնից սկսեք։ Վաղվա որդիները չեն ներելու այսօրվա հայրերին, որդիները վաղը հայրերի փորն են թափելու, այդ աստիճանի չեն ներելու մեզ այսօրվա համար։ Մենք ոչ միայն այս իրականության ականատեսն ենք, այլև իրացնողը։ Ի վերջո, մեր ձեռքով կատարվեց Արցախի էթնիկ զտումն ու ցեղասպանությունը։ Որքան էլ սրա նրա գրպանը գցենք, հիմնականում մենք արեցինք, մենք էինք մեղավորն ու պատճառը։ Հայաստանի իշխանությունը հրաժարվեց Արցախին օգնելուց, աջակցելուց։ Ասում էին, թող կռվեին, բայց եւս 2-3 օր բոլորը կոտորվելու էին։ Ու ոչ մի տևական ընդվզում չեղավ այստեղ։ Դարձյալ ցեղասպանություն կրած ժողովուրդը նայում է, թե ինչպես է ինքը ցեղասպանվում ու չի փորձում բռնել այդ ցեղասպան ձեռքը։ Օրինակելի է, երբ Իսրայելն ասում է նորից մեզ հետ հոլոկոստ անեն։ Գազան մաքրում է, բայց չի գնում եւ արտասվում մակում, թե իրենց հետ նորից հոլոկոստ արեցին, ինչպես մենք ենք արտասվում, ասում մեզ էթնիկ զտման ենթարկեցին։ Լսողին արդեն տհաճ է։ Նա ասում է նորից, ինչքան կարելի է։ Դու քեզ չկարողանաս պահել այդքանից հետո։ Այսօր չկա ոչ երազ, ոչ իդեալ, ոչինչ չկա, ամենասարսափելին սա է։ Մեր երազի վրա տապանակար դրեց, մեր այսօրվա ու վաղվա թռիչքն անկման վերածեց։ Այսպես ազգերն ու ժողովուրդները չեն ապրում։ Մենք մահվան ճանապարհն ենք ընտրել, ուղղակի չենք հասկանում։ Գնալով մահվան ասում ենք, թե փրկվում ենք, ապրում ենք, կյանք ենք ուզում, բայց մահվան մեջ անընդհատ լինելով, ինքդ քեզ այդ ճանապարհով տանելով երբեք չես փրկվի ու չես ապրի։ Այսպես չի կարելի, այս վիճակը պետք է կանխել։ Այսօրվա քաղաքական ռեժիմը խիացնից հարմար տեղավորվել է, որտեղ ինքը քրեա օլիգարխիկ համակարգից շատ լավ աշխատում է։ Ու եթե դուք նայեք մեր հենց այդ օլիգարխիայի եկամուտները վերջին 7 տարիների ընթացքում դրանք կրկնապատկվել, նույնիսկ եռապատկվել են։ Այսինքն մարդիկ ահռելի մեծ գումարներ են աշխատում։ Թքած ունեն, որ Արցախը հանձնել են, որ 150,000 մարդ անտուն է մնացել, որ 150-160 եկեղեցի տաճար եւ այլն հանձնել են թուրքերին, մարդիկ գերի եկամուտներ են ստանում, համարվել են շատ լավ այսօրվա գործող քաղաքական ռեժիմի արանքում, ասենց ասենք, եւ հետեւաբար այս համակարգն է պետք է հանդել։ Հայի գրեթե ամեն ինչը կարելի է հասկանալ, բայց այսքանից հետո Թուրքի հետ բարիդրացիություն ունեցող հային չես կարողանում հասկանալ, ըմբռնել, ներել։ Այս իշխանությունն Արցախը հանձնեց ճանաչելով այն Ադրբեջանի կազմում։ Արցախում հայ չի մնացել, ասում էին մինչև 20 հոգի, բայց Ադրբեջանը եւ Թուրքիան նույնիսկ այսքանից հետո չեն բավարարվում։ Հիմա էլ Հայաստանի գյուղերը, Սյունիքը, Գեղարքունիքը,
Երևանը, մինչև երբ եւ մինչև ուր։ Որոշիր, հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։